Ես հայտնում եմ Իսահակյան, այսօր մենք կխոսենք ժամացույցի մասին։ Ասեն ինչի համար է մեզ անհրաժեշտ ժամացույցը։ Որ իմանանք ժամը։ Իմանանք ժամը։ Կան ուրիշ կարծիքներ։ Ավետ, ինչի համար է ժամացույցը մեզ անհրաժեշտ։ Որ գործը շուշանանք նայեն բժային։ Նո, ինչու է կարևոր ժամացույցը մեր կյանքում։ Որ օրինակ մի բանից շուշանանք։ Շատ ապրես։ Իսկ շատ ես ուշանում։ Դե չէ։ Ապրես։ Քայլ, մենք օրվա ընթացքում պետք է կարևորենք ժամանակը ու հետևենք ժամացույցին։ Ինչու։ Որ քնից ապնանանք ու ժամացույցին նայենք ու ճիշտ վախին ապնանանք։ Շատ ապրես։ Մենք կարող ենք ժամացույցին նայենք ու ինքն ենք։ Ասեն ուշանանք գնալ գործի, որ ասում որ ժամը 6-ին գնամ։ Ահա, ուրեմն ժամին հետևում եք, չէ՞, կարևորում եք ժամը ձեր օրվա ընթացքում, շատ լավ է։ Միքայել, եթե աշխարհի բոլոր ժամացույցներն անհետանային, ինչ կլիներ։ Կարող ենք դպրոց գնայինք ու սովորենք, լավ սովորենք, որ մեր ուղեղում ժամը մտածենք։ Համը կարող ենք հարախոսով ժամը նայենք։ Լավ, նո, իսկ դու ինչ ես մտածում։ Ինչ կանենք, եթե ժամը։ Դպրոց սովորենք ժամացույց սարքենք։ Հա, մենք ինքներս ժամացույց սարքենք։ Իսկ դու ինչ ես կարծում, եթե բոլոր ժամացույցներն անհետանային աշխարհում ինչ կլիներ։ Մենք բան չենք իմանա, գործի կամ պարպես կամ դպրոց գնանք, մենք սարքենք ժամացույց, ժամի սլակները ճիշտ սարքենք ու կապենք ձեռքին ու մենք ամբողջ օրը գնանք։ Չլիներ չենք իմանա ու կգնանք դպրոց սաղ գնացած կլիներ ու ես առանց դասավորելու հետ գնանք։ Գիշերով կգնայր դպրոց ու կտեսներ մարդ չկա։ Ժամացույց չկա։ Դե, եթե ոչ մի ժամացույց չկա, մենք չենք կարող ժամը նայել, եւ մենք ուշանանք, եւ ճաղը գիշերին գնանք։ Օրինակ, ես ինչ կարող եմ, ես ինչ կարող եմ։